Հիմա կասեք Նազիկը կերակուրներ պատրաստելուց անցել է բույսերին։ Բույսերը միշտ կան ինձ հետ 1984 թվականից, դեռ փոքրիկ էի, բայց շատ էի սիրում, հատկապես այս բույսը, որի անունը ղանթափա է։ Մենք սա հավաքում էինք Սևանի տարածքից, քանի որ Սևանինը ամենալավն է իր խոնավությունով։ Մենք հավաքում էինք մեր բարեկամի համար, ով ուներ բարձր շաքարային դիաբետ եւ միշտ խմում էր։ Երբ որ մեծացա, փորձեցի ես ուսումնասիրել այս ամեն ինչը։ Ղանթափան մի բույս է, որը որ շատ լավ կարգավորում է շաքարը։ Ենթաստամոքսային գեղձի համար է իդեալական, օգնում է իդեալական։ Եվ ղանթափին պետք է օգտագործել թրմելով, ես հիմա բաղադրությունը կասեմ, ենթաստամոքսային գեղձի, լյարդի ֆունկցիայի, աղեստամոքսային, նույնիսկ օգնում է բակտերիաների եւ ճիճուների հեռանալուն օրգանիզմից։ Մանրամասները կգրեմ, սիրելիներս, կասեմ ոնց եք պատրաստում։ Վերցնում եք 250 միլիգրամ ուժեղ եռացած ջուր, հենց եռման պահին գցում եք մոտավորապես 6-7 ղանթափա, ավելացնում եք մեջը նորից անիսոնի սերմեր, քանի որ անիսոնի սերմերի մասին ես ձեզ ասել եմ, ավելացնում եք մեխակը եւ ավելացնում եք դարչինի կոթեր։ Եթե ունեք թարմ աղացած դարչին, կարող եք աղացած դարչին օգտագործել։ Այս բաղադրության ժամանակ նաեւ օգտագործում եմ կտավատի սերմերը։ Թրմում ենք, մնում է 15-ից 20 րոպե եւ այս բաժակը բաժանում ենք երկու մասի, մի մասը խմում ենք առավոտյան արթնանալուց, մի մասը խմում ենք երեկոյան քնելուց։ Քանի որ ասել եմ, գիշերը, երբ որ դուք բույսերը խմում եք, ամբողջ գիշեր ոչինչ չեք ուտում եւ այդ բույսերը օգնում են ձեր օրգանիզմին ել ավելի շատ, քան թե երբ որ դուք հետո ինչ որ բան եք ուտում։ Դրա համար ուշադիր եղեք բաղադրատոմսերին, հատուկ նշում եմ դիաբետիկների համար եւ լյարդի խնդիրներ ունեցող մարդկանց համար։ Հիմա ասեմ մի կարևոր բան, ամբողջովին հակացուցված է այս բույսը հղիներին եւ փոքրիկ երեխաներին, մինչեւ 16-15 տարեկան։ 15 տարեկան աղջիկներին էլ է թույլատրելի, քանի որ նա օգնում է կանանց որոշակի խնդիրներ լուծելու։ Մանրամասների համար կարող եք գրել, եթե ունեք խնդիրներ, կմանրամասնեմ, մեծ սիրով պատասխանում եմ ձեր բոլորի զանգերին եւ ձեր խնդրանքների արդյունքում եմ ստեղծել այս շարքը երեխաների, բույսերի եւ այն դայետի սնվելու այդ մի հատ շարան, որը որ ձեր զանգերի շնորհիվ է, սիրելիներս։ Շատ ուրախ եմ, որ ինձ հետևում եք, ես ինձ լիարժեք եմ զգում, որովհետև ձեր խորհուրդ տալով ես ավելի եմ ուժեղանում եւ ել ավելի եմ կարծես թե ուզում պատասխանատվությունի տակ լինել եւ հսկել այդ ամեն ինչը, որ դուք ոնց եք, նույնիսկ չեմ ալարում եւ զանգում եմ ասում ջուրը խմել եք, չեք խմել, ջուրը պետքա խմեք ժամանակին։ Ասել եմ ամեն մարդ իր մարմնի քաշի բոյի համապատասխան պետքա խմի, չի կարող 200 կիլոգրամ քաշ ունեցող տղամարդը խմի 2 լիտր ջուր։ Դրա համար լսեք խորհուրդներս, օգնեմ ձեզ ամեն ինչով, եւ սնունդով, եւ բույսերով, եւ իմ խորհուրդներով։ Առողջ եղեք, Աստված ձեզ հետ։